Բարի լույս առաջին ծրագիրը եթերում է եւ մենք շատ ուրախ ենք որ այս առավոտ ունենք հնարավորություն ձեզ ողջունելու Արև Ժպիտներ Սուրեն Ադրինե իսկ քիչ հետո արդեն մեզ կմիանա մեր շատ սիրելի Սոնան Ադրինե բարի լույս Բարի լույս Սուրեն ջան բարի առավոտ նաեւ մեր թանկագին հեռուստադիտողին ողջունում ենք բոլորիդ եւ ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին Այո ամառային այս ուրախ ու պայծառ օրը Արևը ժպտում է բոլորիս մենք էլ փորձելու ենք մոտակա 2 ժամը ժպիտներով ու բարձր տրամադրությամբ անցկացնել բավականին հետաքրքիր հյուրեր ենք ունենալու լավ ինֆորմացիա եւ այս ամենին կգումարվի նաեւ համեղ խոհանոցը որն այսօր կներկայացնի Ադրինեն ինչպես միշտ մեզ երես տալով եւ բնականաբար մեր հեռուստադիտողին առաջարկելով օրվա հաճելի բաղադրատոմսը մինչ այդ հիշենք որ լավ տրամադրության համար Ադրինը պետք է նաեւ եթե իհարկե քո ծննդյան օրն է այսօր պետք է այդ օրը վերածես շքեղ տոնի Դե շնորհավոր ենք բոլոր մեր հեռուստադիտողներին ում ծննդյան օրն է այսօր ու մաղթենք շատ բարձր տրամադրություն։ Այո, համաձայն եմ քեզ հետ, բոլորին շնորհավոր ենք եւ իմիջիայլոց շնորհավոր ենք այն ճուտիկներին, ովքեր այսօր իսկապես այսօր են ծնվել, ես ուզում եմ շնորհավորել իմ ընկերուհուն, նա թորնիկ է ունեցել, այնպես որ սիրելի բալիկներ, ձեզ խաղաղ աշխարհ եմ մաղթում, այո, բարի մանկություն, անփորձանք, այսպես մեծանաք, երջանիկ լինեք, անհոգ լինեք եւ վայելեք աշխարհի գեղեցկությունը։ Այո, թող խաղաղություն լինի, ժպիտ ու արվեստը միշտ թող շողա իր գույներով, պայծառությամբ եւ ողողի աշխարհին իհարկե գեղեցկություն եւ խաղաղություն։ Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան հայտարարել է այն ականավոր անձանց անունները, ովքեր կպարգևատրեն ամենամյա Այս բառը քիչ դժվար է արտասանել Governors մրցանակաբաշխության ժամանակ, որը նվիրված է կինոյի աշխարհում բացառիկ նվաճումների ճանաչմանը։ Արարողությունը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 16-ին Լոս Անջելեսի Red Dolby Պարահանդեսային դահլիճում եւ չի հեռարձակվի հեռուստատեսությամբ։ Պատվարժանների թվում են համաշխարհային սուպեր աստղ Թոմ Քրուզը, հայտնի պարուսույց եւ դերասանուհի Դեբի Ալենը եւ տեսլական ունեցող բեմադրող դիզայներ Win Thomas-ը։ Բացի այդ, country երգչության լեգենդ Dolly Parton-ը կստանա հեղինակավոր Ջին Հերշոլթի մարդասիրական մրցանակը իր բարեգործական աշխատանքի համար։ Սա Քրուզի առաջին Օսկար մրցանակը կլինի իր առաջին Օսկարի առաջադրումից ի վեր 35 տարվա ընթացքում, չնայած 4 անվանակարգերի, ծնվածը հուլիսի 4-ին Ջերի Մագուայր, Մագնոլիա եւ Լավագույն Գան Մևրիկ ֆիլմերում իր դերերի պրոդյուսերական աշխատանքների համար դերասանը դեռևս չի արժանացել արձանիկի։ Այո, ես զարմանում եմ, որ այս տարիների ընթացքում այդ հոյակապ դերասանը այդպես էլ այսպես Զերծ էր մնում այդ հրաշքից, բայց Ակադեմիայի նախագահ Ջանետ Յանգը նշել է Թոմի անհավանական նվիրվածությունը կինոհամայնքին, թատերական փորձին եւ կասկադյորների համայնքին, ընդգծելով նրա տպավորիչ ներդրումը կինոյի զարգացման եւ թատերական թողարկումների աջակցության գործում։ Դեբի Ալենը կճանաչվի բարի կինոյի եւ հեռուստատեսության ոլորտում իր բազմաթիվ ներդրման համար, մինչդեռ Վին Թոմասը կինոնախագծերի վիզուալ պատմությունների եւ դիզայնի մեջ իր նշանակալի ներդրման համար։ Այս մրցանակաբաշխությունը հավանաբար ծառայում է որպես կինոյի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց կարիերայի եւ նվաճումների հանդիսավոր ճանաչումը։ Այո, իհարկե Թոմ Քրուզի Mission Impossible ֆիլմի այս վերջին տարբերակը դեռ չեմ տեսել, բայց ասում են որ բավականին լավն է։ Ես հիշում եմ, երբ որ եղա Դուբայում եւ այն բարձր շենքը որ կա, Բուրջ Խալիֆը, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում, հենց այդ շենքում, որտեղ որ նկարված է Mission Impossible ֆիլմերից մեկը, հենց կա այն աթոռը, որի վրա նստած է եղել, այսինքն նկարումների ժամանակ Թոմ Քրուզը եւ բոլոր այն ատրիբուտները, ռեկվիզիտները, որոնք այդ նկարահանման ժամանակ օգտագործված են, այո, այսպես պահպանված է, նկարահանումներից հետո թողել են այդտեղ, որպեսզի նաեւ փոքրիկ թանգարանանտի բան լինի, այնպես որ եթե այդտեղ գնաք, կարող եք նաեւ տեսնել այդ ամենը եւ նույնիսկ լուսանկարվել։ Այսպիսին է այս առավոտը, Ադրինե, ինչ տրամադրություն ես այսօր մեզ տալու։ Հոյակապ տրամադրություն կփորձեմ փոխանցել ինչպես յուրաքանչյուր առավոտ, հուսով եմ ստացվում է։ Իմիջիայլոց հեռուստադիտողին նշեմ այն ինչը, որ այսօր նախատեսել եմ պատրաստենք, սիրելիներս, արդեն մի մասը ջեռոցում եփվում է։ Դրա մասին քիչ ավելի ուշ կխոսենք, բայց շատ հետաքրքիր է լինելու եւ շատ համեղ։
Այն ինչ որ հիմա ես ուզում եմ ցույց տալ ձեզ, բավականին ցույց տալու բան չի եւ նույնիսկ խոսելու բան չի, բայց մենք պետք է տեղյակ պահենք, որ մայրաքաղաքի փողոցները սարսափելի խցանված են, կամ փողոցներ, որոնք գրեթե անանցանելի վիճակում են, դե Բաղրամյան փողոցը փակ է, այդ իսկ պատճառով բարեկամությունից դեպի Բաղրամյան իջնողը սարսափելի խցանված է, այնուհետև իհարկե Մարշալ Բաղրամյան մետրոյի կողքով, հա, հարևանությամբ իջնող փողոցը նույնպես ահավոր ձևի խցանված է։ Այս պահեդրությամբ խցանումները նկատվում են նաև հենց այս տարածքում համարյա բոլոր փողոցներում կարելի ասել։ Սարյան փողոցում կա որոշակի խցանումներ, Մաշտոց փողոցը բավականին խցանված է, Պարոնյան փողոցը խցանված է, Սայաթնովան երկկողմանի խցանված է, Կորյուն փողոցն է խցանված, Սարալանջի լանջերով խցանված է, այո, Միասնիկյան փողոցը Պողոտա նույնպես այս պայդրությամբ իջնող հատվածում խցանումներ կան։ Խցանումներ կան Դավիթ Անհախտ փողոցում, Վթար կա Դավիթ Անհախտ փողոցում, Ռուբինյանց փողոցն է խցանված այս պայդրությամբ եւ իհարկե այո, Վթարի հետևանքով էլ արդեն Դավիթ Անհախտում կա կոնկրետ խցանում։ Ձախ կողմը գանք մայրաքաղաքի, այո, Աթենքի փողոցը նույնպես խցանված է, Ծիծեռնակաբերդի խճուղին իջնող հատվածը այս պայդրությամբ բավականին խցանված է, քանի որ Բաղրամյան փողոցը փակ է եւ ամբողջ ծանրաբեռնվածությունը այս փողոցի վրա է, բնականաբար արդեն խցանված է։ Մոնտե Մելքոնյան փողոցը նույնպես խիստ խցանված է այս պայդրությամբ, Իսակով Պողոտան բնականաբար արդեն խցանումների մեջ է։ Երրորդ մասի հատվածում Գարեգին Նժդե Բագրատունյաց փողոցները, Արշակունյացը նույնպես բավականին խիստ խցանված են։ Տիգրան Մեծ փողոցն է խցանված այս պայդրությամբ, Խորենացու փողոցն է խցանված։ Մի խոսքով մայրաքաղաքի փողոցները այո, ամբողջությամբ խցանված են, Բաղրամյան փողոցը հիշեցնենք փակ է, այնպես որ աշխատեք շրջանցել, իսկ այդ իսկ պատճառով ամբողջ ծանրաբեռնվածությունը հարակից փողոցների վրա են եւ ինչպես տեսնում եք լուրջ խցանումներ կան։ Շատ լավ։ Խոսենք լավ թեմաներից, ժպիտներից ու արևներից, քիչ հետո նաեւ համեղություններից, իսկ մինչ այդ կունենանք կարճատև դադար։ Բարի լույս ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, ես միացել եմ իմ շատ սիրելի թիմին եւ մենք ունենք շատ բարձր տրամադրություն։ Այո, բարձր տրամադրությունը կա, փորձում ենք պահել օրվա ընթացքում, իսկ եթե հանկարծ երեկոյան հավաքվում եք ընկերներով կամ բարեկամներով, ապա փորձեք այդ տրամադրությունը ավելի հետաքրքիր դարձնելու համար պարզապես բացել բրիզը։ Ռոզե փրփրուն գինի, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը, լավ տրամադրության չափաբաժինը ավելացնելու համար բրիզը հենց այն է, ինչ որ ձեզ պետք է։ Եվ առավոտը սկսենք կատնամթերք օգտագործելով, քանի որ դա շատ կարևոր է, անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Այս ընկերությունը ունի նաև պանիրների լայն տեսականի, որոնք կարող եք ձեռք բերել եւ վայելել ընտանիքի անդամների հետ։ Դե իհարկե փորձում ենք այս ամենը վերցնել մեզ հետ ու կազմակերպել այն ճամփորդությունը, որ իհարկե նախատեսված է, բայց մինչ ճամփորդությանն գնալը ասեմ, որ CNN-ի հաղորդմամբ Կոպենհագենը գլխավորել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքների ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Սկանդինավյան քաղաքը դուրս է մղել Վիեննային, որը վերջին 3 տարիների ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը։ Ցուցակը կազմելիս հաշվի առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են առողջությունը, էկոլոգիան, անվտանգությունը եւ ենթակառուցվածքները։ 2025 թվականին վարկանիշային աղյուսակում գնահատվել է 173 քաղաք, սակայն միայն Կոպենհագենն է ստացել կատարյալ միավորներ լայնության, կրթության եւ ենթակառուցվածքների համար, ինչը թույլ է տվել նրանց զբաղեցնել առաջին տեղը հնգյակում։ Երկրորդ տեղը կիսել են Վիեննան եւ Ցյուրիխը, ապա հաջորդում են Մելբրուժն ու Ժնևը եւ Սիդնեյը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը։ 7-րդ տեղը կիսել է Օսական եւ Օքլենդը։ Մեծ Բրիտանիան նույնպես զիջել է դիրքերը, Մանչեսթերը, Լոնդոնը եւ Էդինբուրգը բոլորն իջել են վարկանիշային աղյուսակում կայունություն վատթարացնող միավորների պատճառով։ Ես կարծում եմ Հայաստանը, որպես այդպիսի տուրիստական եւ զբոսաշրջային հիանալի վայր, եթե բացահայտեն մեր իհարկե տարածաշրջանը, բնությունը, կարծում եմ կգա հենց առաջինը։ Ես վստահ եմ, սիրելի Սուրեն, եւ հիմա էլ գնանք մեր շատ սիրելի ուր գնալ էջի հետքերով եւ տեսնենք, թե մեր շատ սիրելի գործընկերը Արթուրը ինչ է բացահայտում այս առավոտ մեզ համար։ Գյումրին սիրո մասին է, Գյումրին չկոտրվելու, պայքարի
կամքի ուժի մասին է։ Այստեղ ամեն մի անկյուն շնչում է արվեստով։ Իսկ հիմա ես գտնվում եմ մի վայրում, որն իմ կարծիքով գլխավոր այցեքարտն է Գյումրում։ Խնդրեմ, մեր մանկության տանգոյի հայտնի պատշգամբը։ Իսկ հիմա խնդրում եմ ուշադրություն, այս ձայնը լսելուց հետո դուք հաստատ կփշաքաղվեք։ Ուստա բարրել եմ ու պիտի բարրեմ։ Ու այսօրից հետո էլ պիտի բարրեմ։ Բարրե։ Կբարրեմ, հենց պիտի բարրեմ, հապա։ Մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ նկարահանվել է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգո» ֆիլմը, որն իմ կարծիքով հայ կինեմատոգրաֆիայի գագաթնակետն է։ Այստեղ եղել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Գալիա Նովենցը, Ազատ Գասպարյանը։ Ու ճիշտ է, շենքը հիմա այս տեսքն ունի, բայց ես լիահույս եմ ու համոզված եմ, որ շատ շուտով այն կվերանորոգվի ու իր ամուր հաստատակամ տեսքը կունենա։ Բարեմ Մարեմ պատշգամբի դիմաց ինձ հասակակից երիտասարդները ստեղծել են գողտրիկ արվեստի անկյուն Վարեմ Մարեմ Art Studio։ Իսկ թե ինչի մասին է այն, եկեք իմանանք։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ինչ եք։ Լավ, մերսի։ Մեր հեռուստադիտողներին հետաքրքրեց ձեր արվեստանոցը։ Խնդրեմ ներկայացնեք, միամ էքսկուրսիա եք մեզի։ Շատ բարի։ Ուրեմն մեր մոտ արվեստանոց է, մեր արվեստանոցի անունը Վարեմ Մարեմ է, քանի որ մենք հայտնի պատշգամբի դիմաց ենք։ Կավագործության արվեստանոց է, ստեղ մեր հյուրերը ցանկացած պահի կրնան գան ու աշխատին մեր հետ միասին կավով ու պատրաստեն կավե տարբեր առարկաներ, որը հետո մենք կթերցենք ու ստացված արդյունքը կտրամադրենք հենց մեր հյուրին։ Այսինքն Գյումրիում արվեստի ու արվեստի քաղաքում մենք ստեղծել ենք հնարավորություն ոչ միայն ծանոթանալ Գյումրիի արվեստին ու արվեստին, այլ նաև մասնագիծ դառնալ վարպետաց դասերի միջոցով։ Օրինակ, մի հատ էլի շատ հետաքրքիր վարպետաց դաս կա, կոչվի Գյումրիի դռներ։ Մեր հյուրերը մասնակցելով այս վարպետաց դասին կարող են իրենց ձեռքով լրիվ զրոյից պատրաստել Գյումրիի հուշանվեր տուր ու ստացված արդյունքը անմիջապես տանել իրենց հետ, որպես փոքր իրենց ձեռքով պատրաստած հուշ Գյումրիից։ Քանի որ ֆիլմերի թեման բաց թողնել չենք կարող, ստեղ ունենք մի հատ շատ հետաքրքիր շարք, կոչվում է հայկական ֆիլմերի հետքերով։ Երբ վերցնենք հեռախոսները ու մոտեցնենք իրենց վրայի QR կոդերին, կտեսնենք ֆիլմերից հայտնի դրվագները, օրինակի համար հենց Բալգոնի էպիզոդը կա, Վարեմ Մարեմը։ Ու այս նույն տրամաբանությամբ ֆիլմի բոլոր հայտնի էպիզոդները ստեղ կան, այդ թվում նաև քաղաքային տեսարանները։ Շատ հետաքրքիր պրոյեկտ է ստացվել, կոչվի Forever in Գյումրի, այսինքն ընդմիշտ Գյումրիում։ Իմաստը այն է, որ մեր հյուրերն որ քասնեն Գյումրի, այս կավե տարերի միջոցով ման կուկան ամեն մարդ իր անվան տարերը։ Դու այստեղից կնաս Արտուր գտնես իդեպ, դա տարը ստեղ է։ Ու պատի վրա արդեն խաչ բարի կանոնի համաձայն պետք է գտնենք համապատասխան տեղը, որպեսզի կրնանանք ավելացնենք քո անունը դες պատի վրա։ Վերջում նաև գունավորելու հնարավորությամբ բնականաբար։ Ուրեմն այս պատը սկսվել է ընդամենը մի հոգու անունից ու ճյուղավորվել է արդեն մինչև 50,000 եւ ավելի մարդ աշխարհի տարբեր անկյուններից։
մեր արվեստանոցի կոնկրետ իմ ամենասիրածս կետն է այս կոֆեի կետը, քանի որ աշխարհի սաղ հայերը կսիրեն կոֆե։ Պետք է մոդենալ զանգել այս զանգը, որպեսզի ձեզի դիմավորե Մարիամը։ Ձեր համար կսարքե համով կոֆե։ Կնգարե հենց ձեր դիմանկարը ձեր բաժակի վրա ընդամենը 3-ից 5 րոպեում։ Ու բացի այդ կեսկադակ կես լուրջ կենեք ուշագություններ Գյումրիի բարբառով հենց ձեր մասին։ Կոֆեի բաժակներ կնայե, ճիշտ է։ Նայեք, ուրեմն մենք նոր տեխնոլոգիայով բաժակ կնայենք, բայց ավանդույթներ պետք է պայել, գիտեք, Գյումրին ավանդապաշտ քաղաք է։ Գյումրեցի եմ։ Այո, բաբշե արդեն։ Պետք է մի հատ աչի ծախ 3 կլոկ ֆռծնենք, ասխի հետ կապի մեջ մտնենք, որ խորատային են հետներս։ Շուռ տանք։ Խոսք է տվե, չէ՞ որ պետք է շուռ տանք ու նայենք ձեր բաժակը։ Շուռ տվինք։ Ու նայենք։ Կտեսնի որ թազա բացահայտումներ պետք է ենես։ Ասխերը, հա, իմ սազները կյանի, իմ բես որ կնացեք բացահայտումների հետևից, մերսի ձեզ է։ Ու ամենավերջում մեր բոլոր հյուրերը, այդ թվում նաև դու, պետք է ծանոթանաս Պարդադիր Գյումրիի ամենաթարմ նորությունների հետ։ Այդ նորությունները կեղնեն այս կողմի վրա, պետք է խնդրեմ մոդենաս ու կարդաս։ Սերժը, բայց անհնարդալունը փուես լուրջ կսել։ Այդ թե ինչ է անում Երևանում աշխատելը։ Գյումրվա պատվավոր քաղաքացուց դարձա Գյումրվա պատվավոր զբոսաշրջիկ։ Միքայել ջան, շատ ուրախ եմ, որ մեր հաղորդմանը Գյումրվա համու հոտ փոխանցեցիք իրոք թե քեզի, թե ամբողջ անձնակազմին ու կուզեմ ստեղի միշտ մարդ տեղնի, միշտ ծաղիկ ու բարգավաճիկ։ Արտուր ջան, շնորհակալ եմ, ուրախ եմ որ քեզի նորից տեսա։ Հաջողություն։ Ձեզ հետաքրքրում է թե ուր գնալ, ես կասեմ։ Դե իհարկե Վառեմ Մարեմ Art Studio, Գյումրվա համն ու հոտը զգալու համար։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ, լավ տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ միացեք մեզ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, այսօր ինչպես նշեցի, այնպիսի ուտեստ եմ որոշել պատրաստել, որը օրվա ընթացքում շատ կհագեցնի բոլորին եւ իհարկե շատ համեղ է, վիտամիններով հարուստ, բայց ասացի, որ արդեն ինչ որ մի չափաբաժին ջեռոցում եփվում է։ Խոսքը ինչի մասին է, սիրելիներս։ Սմբուկ եմ ուզում, լցոնած սմբուկ եմ ուզում պատրաստել, այսօր բաղադրատոմսը ձեզ առաջարկել եւ այդ սմբուկները արդեն ջեռոցում տապակվում են։ Ես շատ ուզում եմ հենց այս պահին ցուցադրել ձեզ այդ սմբուկները եւ մեկ օրինակը միասին հիմա կփորձենք կիսել, նախապատրաստել եւ իհարկե ձեզ ցույց տամ թե ինչպես է դա արվելու։ Ահա մենք ունենք այստեղ նմուշ մեկ սմբուկ, ես հիմա կբերեմ մնացածը, որպեսզի դուք տեսնեք խոսքը ինչի մասին է։ Ահա սիրելիներս, երկու մասի բաժանված սմբուկ, որը համեմված է բուսայուղով, աղով եւ պղպեղով։ Եկեք այս մեկ տարբերակն էլ միասին ուրեմն մշակենք, այսպես ասած, երկու մասի բաժանենք, պոչիկները սիրելիներս մի փոքր կարելի է կտրել, բայց ոչ թե հեռացնել, եկեք պահպանենք պոչիկները, որպեսզի մատուցելիս շատ գեղեցիկ լինի։ Ահա, երկու մասի բաժանեցինք, դանակի օգնությամբ, ուրեմն, այսպես ճեղքեր ենք բացում, երկու ճեղք երկարությամբ, 2-3 ճեղք թեքությամբ, այսպես։ Տեղադրեմ հենց այս սմբուկների մոտ, շատ գեղեցիկ արդեն տապակվել են։ Ահա, այսպես տեղադրեցինք։
Բուսայուղ ենք լցնում վրան։ Այսպես։ Մի փոքր աղ ենք ցանում, սիրելիներս։ Եվ մի փոքր էլ սև պղպեղ։ Իհարկե սա իմ առաջարկն է, սիրելիներս, ցանկության դեպքում կարող եք միայն աղ ցանել կամ ցանկության դեպքում կարող եք ուրիշ համեմունքներ էլ ավելացնել, ինչու ոչ, դա էլ է կարելի, այնպես որ ձեր ընտրությունն է։ Հիմա էլի տեղափոխեմ ջեռոց, որպեսզի այս երկու տարբերակն էլ այս մյուսների նման գեղեցիկ կարմրեն եւ հետո կանցնենք առաջ։ Հետո արդեն փուլ առ փուլ կգնանք, դեռ միջուկը պետք է հեռացնենք, բայց դա այլ process է, թողնենք տապակվի, հետո դրան կանդրադառնանք։ Այսպես, անցանք առաջ, իսկ միջուկը պատրաստելու համար մեզ ինչ է անհրաժեշտ։ Ես ունեմ այստեղ մեկ սոխ լոլիկ ունեմ, պղպեղ ունեմ, այստեղ շատ տեղին կլինի մի պճեղ սխտորը եւս ես կավելացնեմ։ Հիմա այս բոլորը պետք է լավ մանրացնենք եւ սկսենք տապակել իմիջայլոց, այսպես թավան դնենք, որպեսզի տաքանա եւ ասեմ, որ մեր սմբուկի միջուկը եւս օգտագործելու ենք։ Երբ այս բոլոր բանջարեղենները կտապակվեն, սմբուկն էլ կտապակվի, միջուկը կհանենք եւ այս բոլորը միասին կտապակենք։ Հիմա անցնենք առաջ, զբաղվենք այս բանջարեղենների կտրատմամբ։ Սիրելիները, սոխը կտրատելիս աշխատեք գլխիկի մասը ամբողջությամբ չկտրել, պարզապես այսպիսի ճեղքեր անել, ոչ ամբողջությամբ, հետո դանակը այսպես թեքությամբ դնելով մեկ ճեղք այս ուղղությամբ անել եւ սկսել մանր կտրատել։ Բավականին մանր կկտրատվի։ Սա էլ շատ լավ լայֆհակի տարբերակ է։ Ինչպես որ խորհուրդ եմ տալիս, փորձեք։ Ահա, գլխիկի մասը հեռացրեցինք։ Բավականին մեզ օգնում է, ամուր է պահում սոխը, որպեսզի մենք կարողանանք հեշտ աշխատել։ Մյուս կտորը եւս փորձենք հենց այդպես կտրատել։ Ահա գլխիկի մասը, ամբողջությամբ չենք կտրի, պարզապես այսպես դանակով ճեղքեր կանենք։ Հետո այսպիսի ուղղությունով մեկ ճեղք եւ շատ մանր կփորձենք այն կտրատել։ Սա էլ գլխիկի հատվածը թողեցինք մի կողմի վրա։ Այսպես բավականին մանր կտրատվեց մեր սոխը։ Հիմա կսկսենք տապակման process-ը, այս պահին կլինի դադար, դուք չեք փոխում ալիքը, մեզ հետ եք մնում, որ շարունակությունը տեսնեք, սիրելիներս։ Բարի լույս, ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 24-ին Հովեր պետական կամերային երգչախումբը հրավիրում է յուրօրինակ ցուցահանդես համերգի։ Երեկոն բաղկացած է արվեստի երկու ճյուղերից՝ վիզուալ արվեստից եւ երաժշտությունից։ Ներկաները բացառիկ հնարավորություն կունենան ծանոթանալու Անի Հովակի հատուկ այս երեկոյի արդիվ ստեղծված երաժշտական թեմաներով կոլաժներին, ունկնդրել հայ եւ արևմտաեվրոպական տարբեր ժամանակաշրջանների հեղինակների վոկալ եւ երգչախմբային ստեղծագործություններ, Հովեր երգչախմբի եւ մենակատարների կատարմամբ։ Եվ մեր տաղավարում այս առիթով Նելի Շիշմանյանն է, Հովեր պետական կամերային երգչախմբի տնօրենը, Անի Հովակը վիզուալ արտիստ եւ Նվարդ Հովակիմյան սոպրանո։ Բարի լույս։ Բարի լույս, հրաշալի, մեր տաղավարում առավել լավ։ Դե եկեք հասկանանք, թե ինչ է սպասվում հունիսի 24-ին, որովհետեւ ոչ միայն երաժշտություն ու տրամադրություն է, նաեւ վիզուալ արվեստն է ամենին խառնվել։ Սա ինչ համադրություն է։ Ամառային համադրություն է, մենք որոշեցինք մի փոքր ֆորմատից, ավանդական ֆորմատից դուրս գալ եւ օգտագործել Հովերի
ամբողջ պոտենցիալը եւ ամենակարևորը նա է, որ ինչ անում ենք հովերի կազմի սահմանում ենք անում, քանի որ հովերը շատ տաղանդավոր մարդկանցից է բաղկացած կազմը առհասարակ։ Մենք ունենք կոմպոզիտորներ, վիզուալ արտիստ, մենակատարներ, ովքեր նաև լուսանկարիչներ են հրաշալի։ Իդեպ այդպես շարքը կարելի է անթիվ անհամար թվարկել, յուրաքանչյուր մարդ անհատականություն է ոչ միայն երաժշտության բնագավառում, այլ նաև արվեստի այլ ճյուղերում, ինչպես նաև ադմինիստրատիվ կյանքում եւս։ Ինչ է լինելու ծրագրում։ Ծրագրում համերգային ամբողջ ծրագիրը բաղկացած է, միջոցառումը առհասարակ բաղկացած է երկու մասից, վիզուալ մասից, որը որ Անին է ապահովելու մեզ մոտ։ Անին մասնագիտությամբ երաժիշտ է առհասարակ, բայց շատ վաղուց նաև տարվել է եւ ընկղմվել է արվեստի մեկ այլ ճյուղի մեջ, կոլաժիստ է շատ հրաշալի եւ օգտագործում է ցանկացած նյութ, ինչ իր ձեռքի տակ է եւ դրանով իսկ երկրորդ կյանք է տալիս շատ իրերի ու դարձնում դրանցից արվեստ։ Այս պարագայում Անին երևի ավելի մանրակրկիտ կպատմի իր արվեստի մասին։ Այս անգամ կոլաժներ չեն լինելու, այս անգամ լինելու են ավելի շատ գրաֆիկ գործեր, որպես այդպեսին արդեն 20 եւ ավել տարի երգում եմ հովեր երգչախմբում եւ միշտ եղել է այդ նոտաների, այսինքն փորձի ժամանակ նոտաների վրա բզբզալու, նկարելու եւ հասավորը փաստորեն որպեսզի դա կարելի է ցուցադրել, ինչու ոչ։ Սա ինձ համար էլ է նոր ճանապարհ, որ որպես այդպեսին կոլաժային անի երևի չի լինի այս անգամ, ավելի գրաֆիկ տարբերակներ կլինեն։ Հասկանում ոնց է լինելու դա, նկարներն են, նկարները շարժվում են, թե էկրանի նկարները չեն շարժվելու։ Մենք մի քանի հարթություն ենք օգտագործելու ճիշտն ասած, որովհետև կամերային երաժշտության տունը մեր հարազատ օջախը, ում մի մասն ենք մենք կազմում, լայն հնարավորություններ ունի, չնայած իր բարդ ճարտարապետական լուծումներին, մենք փորձում ենք հնարավորինս օպտիմալ օգտագործել տարածքը, եւ ֆոյեի տարածքում ցուցադրված են լինելու նոտաներով կոլաժները, լույսերով, կան նաեւ պերգամենտի վրա Անին գեղեցիկ գործեր է արել, որոնք օդում են ճախրելու։ Այս ձևաչափը նոր է, առաջին անգամ եք հանդես գալիս, թե փորձեր էլի եղել են։ Չէ, կարծում եմ, որ առաջին անգամ են եղել։ Կամերայինում հովերի ծրագրերի սահմանում առաջին անգամ ենք փորձում նման բան անել, դե ինչ ունենք, փորձում ենք մաքսիմալ օգտագործել։ Բայց շատ ճիշտ եք անում, դե մաքսիմալ պետք է օգտագործել այն ինչը որ կա եւ այն ինչ որ արվեստի շրջանակների մեջ է։ Գիտեք, Անին ինչպես ասեց, ոնց ծնվեց, մենք բոլոր երաժիշտները փորձի ժամանակ նշումներ են անում նոտաներում, ասենք սովորական երաժիշտը լուֆտ կդնի շնչելու համար, ինչ որ միտեղ իր համար ուշադրությունը գրավելու համար, որ այստեղ չմոռանաս, պիտի շուտ անես այդ նոտան, բան։ Անին այդ փուճուր լուֆտը կարող է մեկ էլ նկարի դարձի, ինչ որ ծաղիկ, մի հետո չես ուզում այդ նոտան հանկարծ որևէ ձևի օգտագործել ու ինքը դառնում արդեն արվեստի գործ։ Հիմա այնքան է ոգևորվել, որ այդ արվեստի գործերը բավականին լայն քանակի են հասել։ Միստիկա գուցե հնչում, բայց երբ որ երգում ես ու այդ ակորդները ու երգչախմբում ես նամանավանդ ալտ եմ երգում ու դա ավելի հաճելի է, երբ որ ներքին ակորդների մեջ է։ Սոպրանո կրած։ Հա, չէ, ես եկել եմ սոպրանո, ես եկել եմ ալտ։ Չէ, ուզում ասեմ, միստիկա հնչում, բայց իսկապես տեսիլքի պես մի բան է, երբ որ ինչ որ սենց ակորդից, այդ ստեղծագործությունից ինչ որ բան, ոնց որ վիզուալ ինչ որ բաներ է դուրս գալիս նոտաներից։ Հա, իսկապես դերն է, որ դա հենց մեր ստեղծագործությունն են, հենց այն ստեղծագործությունները, որոնք որ մենք երգում ենք։ Այո, երգչախմբային եւ այն հենց այդ նոտաների վրա է ինքը այդ ամբողջ։ Առհասարակ ուզում եի նաև կուզեմ նշել, որ հովերը շատ առանձնանում է իր երկացանկով։ Մենք գիտենք։ Հրաշալի։ Անասիրելի երգչախումբն է հովը։ Շնորհակալ ենք, 24-ին համեցեք։ Դուք ոչ միայն կլսեք, այլ նաև կտեսնեք։ Այո։ Իդեպ երաժշտական մասով կուզեմ մի քիչ դուք պատմեք արդեն ծրագրի մասին եւ այս առանձնահատուկ ձևաչափի մասին արդեն երաժշտական ուղղությամբ, երաժշտության կողմից։ Ծրագիրը դե ամեն տարի հովերը կազմակերպում է նմանատիպ համերգ, որ մենակ մենակատարներն են լինում։ Այս անգամ որոշեցինք մի քիչ ավելի ուրիշ ֆորմատով ներկայանալ, որոշել էինք շատ թեթև ծրագրով ներկայանալ ու հաշվի առանք բոլորի երաժշտական ճաշակները, ցանկությունները։
Ինչ վերաբերում է ինձ, ես շատ եմ սիրում բարոկ ժամանակաշրջանի երաժշտությունը եւ ունենք երկու զուգերգ տարբեր մարդկանց հետ, մեկը սոպրանոյի հետ է, մյուսը բարիտոնի հետ։ Շատ գեղեցիկ են, սոպրանոյի հետ Վիվալդիի ստեղծագործություններից ենք երգելու, այո, Գլորիա ամբողջական ստեղծագործության երրորդ հատվածը, Laudamus Ten։ Դեպ կարող է հենց հիմա ուղիղ եթերում մեզ նվիրեք փոքրիկ այսպես հատված կապելա տարբերակով։ Այդ մի քիչ դժվար կլինի, որովհետև եթե ինքը զուգերգ է ստացվում։ Չէ, ցանկացած գործից։ Հա։ Չէ, ինչ-որ ծրագրումներ արված գործերից։ Երկուսով չէ, երևի մեկով պիտի կամ նվարդը Ինչ։ Իմպրովիզ, ոնց դες հարմար կլինի, այսպես կարող եք չինեմ, հենց հիմա ստեղծագործել, ոչ թե ինչ-որ հենց ծրագրի։ Կոմիտաս։ Գնացինք։ Անի չինարես կերքես երկրորդ։ Երկրորդ ձայն։ Չէ։ Ես հիմա չեմ կարող երգեմ ձայնը առավոտյան։ Լավ, փորձեմ։ Դու ֆանտաստիկ կերքես։ Չինարես Շատ շնորհակալություն։ Թող մեզ ներեն համաշխարհային բոլոր գլուխգործոցները, բայց մեր կոմիտասի երաժշտության մեջ մի տեսակ հանգստություն կա, խաղաղություն կա։ Համաձայն եմ։ Եվ ներդաշնակություն կա։ Վաու։ Ինչ լավ է։ Եկեք մի քիչ էլ հասկանանք, թե այդ օրը նաև, հա, ինչ է տանելու իր հետ հանդիսատեսը, որ գալու է, որովհետև երաժշտությունը, վիզուալ արվեստը, սա ինչ է տալիս արդեն։ Գիտեք, մենք հիմա ժամանակներ ենք ապրում, որ մարդուն միշտ մի տեսակ արվեստը կամ ինչ-որ մի արտահայտչամիջոցը քիչ է լինում, հա, որ ես նաև լինելով մասնագիտությամբ լուսանկարիչ երբեմն զգում եմ, որ նկարելու ժամանակ երգում եմ հաճախ քթից տակ ու դա վերջում դառնում է մուլտիմեդիա ֆիլմ։ Ու ինձ համար միշտ քիչ է լինում ինչ-որ մի արվեստի ճյուղը, քիչ է ու մեկը մյուսին լրացնում է։ Այս պարագայում մենք փորձեցինք մարդկանց նախ աչքերով ծանոթացնել տարածքին, արվեստին, երաժշտությանը, քանի որ անի գործերը անմիջականորեն կապված են երաժշտության հետ։ Շատ մեծ շարք հոգևոր, կոմիտասիան շարք եւ հոգևոր եւ աշխարհիկ, իդեպ նաեւ լինելու են գործեր Տիգրան Մանսուրյանից, Երվանդ Երկանյանից, Վաչե Շարաֆյանից, ում ստեղծագործությունների Արտուր Ավանեսովից, ում ստեղծագործությունների նոտաների վրա անին նույնպես նկարել եւ այդ օրը ինչ ոգեշնչել են այդ կոմպոզիտորները նաեւ, որոնք կան, որոնք կներկա կլինեն, որոնք կգան եւ կտեսնեն արդյոք ինչ հասկացել է նկարիչը իրանց նույնպես ներկա են լինելու համերգին։ Չէ, որ նոտայի վրա գրել եք, այդ դատի երգվի այդ գործ։ Իհարկե թխվածքի վերջին ամենահամեղ մասը, ամենահամեղ բալը թողել ենք հովերի հույսով, այո, այդ ներդաշնակությունը ամբողջականացնելու է Հովեր կամերային երգչախումբը Սոնա Հովանեսյանի գլխավորությամբ իդեպ հրաշալի ստեղծագործություններ են հնչելու ոչ միայն մեր շատ սիրելի մայստրո Մանսուրյանի ծիածանն է հնչելու, այլ նաև երկու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, մեկը բրիտանացի, մյուսը ֆին, որոնք արդեն իսկ հասցրել են աշխարհում մրցանակներ շահել ստեղծագործություններով եւ առաջին պրեմիերաները Հայաստանում Հովերի կատարմամբ է եղել անցյալ եւ նախանցյալ ամիս եւ շատ մեծ հիացմունքով է ընդունվել հանդիսատեսի կողմից այս անգամ փորձել ենք եւս մեկ անգամ ներգրավել մեր ծրագրում եւ բացառիկ առիթ է լինելու
Ներկայացնեմ։ Այո։ Հենց դա եմ ուզում հարցնել, հենց միշտ հետաքրքիր է, քանի որ երգչախմբի համար գործ գրելը դա շատ ավելի բարդ է, քան սոլո արտիստի համար գրելը, որովհետև են տարբեր ձայներ կան, բազմաձայնություն կա, հայտո համաչափություն կա։ Ինձ հետաքրքիր է, այսօր մեր ժամանակներում երգչախմբային գործեր գրվում են։ Իհարկե, մենք ունենք հրաշալի կոմպոզիտորներ, ովքեր ստեղծագործում են երգչախմբի համար, ասեմ ավելին, այդ կոմպոզիտորները ստեղծագործում են հովերի համար։ Հատուկ, էքսկլյուզիվ։ Այո, որովհետև հովերը կոպիտ ասած դրակոնի level հաղթարող երգչախմբը։ Ամեն բարդության ստեղծագործություն հովերի համար դա մարտահրավեր է հաղթահարելու եւ բոլորը արդեն երգիչները ծարավով սպասում են, երբ պիտի նոր մի բարդ բան հայտնվի նոտակալի վրա, որ իրենք դա սկսեն ուսումնասիրել եւ ներսից ամբողջությամբ յուրացնել դա անցալել եւ վայելել նախ իրենց համար, հետո դա փոխանցել արդեն հանդիսատեսին բեմի։ Որ իրանք ավելի կլաստերային գրեն, խնդրում եմ ավելի բոլորն են կողմ։ Ես մի ավելի գլոբալ հարց ունեմ, ժամանակակից աշխարհում, երբ շատ տարբեր երաժշտություններ կան եւ տարածված երաժշտությունը ոչ այնքան որակյալն է, ինձ հետաքրքիր է հովերը ինչպես է կարողացել այս տարիների ընթացքում իր այս դիրքին հասնել, որովհետև դուք ունեք ձեր լսարանը, ձեզ ճանաչում են գրեթե բոլորը, այդքան էլ ճիշտ, որովհետև երբ մաքուր երաժշտություն ես մատուցում, ինքը մեծ տարածում չի գտնում։ Հովերի դեպքում այդպես չի։ Դուք ինչ-որ ուրիշ դրակոնի level եք ստեղծել հաղթարել, ինձ հետաքրքիր է ինչպես եք հասել այս կետին։ Շատ լավ հարց եք տալիս իրականում եւ մեր օրերում շատ խնդրահարույց է դա, որովհետև ծրագրի ընտրությունը միշտ չի, որ համապատասխանում է հանդիսատեսի ճաշակին եւ մենք հիմա Հայաստանում ունենք նման խնդիր, քանի որ հանդիսատեսը արդեն գնում է աստիճանաբար այդ մաչելի երաժշտությանը ու բարդ է լավ որակյալ երաժշտությունը ոչ միայն հրամցնելու, այլ համոզելու, կանչելու, որ դու արի լսի այն ինչ որ քեզ հարստացնելու է, հա, ոչ թե հեշտ է լսել, որ ցավոք մեծահասակները նաև երեխաներին են այդ դաշտ մտցնում եւ ասում են, տես ինչ լավ ասեց, պուպուշա, կինոյի, մուլտիկի երաժշտություն, բայց իրականում մենք աստիճանաբար կորցնում ենք որակը։ Բարեբախտաբար հովերը կուռ կանգուն քայլերով պնդում է իր ծրագիրը եւ մենք ունենք մեր հանդիսատեսը, անդավաճան հանդիսատեսը, որի համար շնորհակալ եմ իհարկե շատ եւ մեր ղեկավարը Սոնա Հովանեսյանը ջանք չի խնայում առհասարակ աշխարհի տարբեր երկրներից տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ ներառելու մեր ծրագրում, դրանով իսկ տալու նոր կյանք Հայաստանում եւ դա դարձնելով պրեմիերա Հայաստանում եւ դրանով իսկ մենք դառնում ենք հաղորդակից ամբողջ, այսինքն մեր հանդիսատեսին դարձնում ենք հաղորդակից ամբողջ աշխարհին։ Մենք չգնալով արտասահման գիտենք ինչա կատարվում այնտեղ, որովհետեւ այնտեղի երաժշտական կյանքը բերում ենք Հայաստան։ Ու հուսանք, որ հանդիսատեսը մի օր կհոգնի այդ մաչելի երաժշտությունից եւ ավելի շատ մարդիկ հետաքրքրված կլինեն իսկական որակյալ եւ խորը երաժշտությամբ, առհասարակ արվեստի ցանկացած դրսևորմամբ ու այդ փոշին մի քիչ դուրս կգա էլի։ Հուսանք, շնորհակալություն, որ այս հրաշալի իրադարձություններով կիսվում եք մեզ հետ։ Մենք այսօր ունենք հոբելար, չէ՞։ Այո։ Այո։ Այսօր իհարկե ուզում ենք ձեզ շնորհավորել։ Շնորհակալ եմ։ Շատ մաղթել ձեզ, չգիտեմ ինչ ասեմ, շատ գործեր երաժշտական, թե շատ գործեր վիզուալ։ Երկուսը միասին։ Միշտ բան եմ, որովհետեւ մի հատ երազանք պահի փչի այդ մոմ չեմ կարողանում, ու այդ Բայց հուսամ ամենակարևոր երազանքը։ Գոնե երկու հատ, հա։ Այսօր կպահեք մոմը փչելուց առաջ եւ իհարկե կկատարվի։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սպիտակ Սարգոն Չորգինի։ Այսօր կնշեք ծննդյան այս գեղեցիկ տրամադրությունը եւ բացիկներ, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար ծաղիկների կամ նվերների հետ։ Այստեղ ներառված են հայտնի երգերից կամ բանաստեղծություններից ֆրազներ։ Ուզում եմ 3 բացիկ նվիրել, մեկը էլի Հայկոյի երգից է։ Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս։ Մեկը Սիրուշոյի խոսքերն են, իր երգից քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել։ Շնորհակալ եմ։ Մյուսը Արսեն Սաֆարյան, քո ճամփի արահետներն ինձ ծանոթ, նորից բերում են ինձ քեզ մոտ։
Սա նվիրենք ձեզ համար Այդ շատ։ բերում են հովերի։ Այո, սա նվիրենք ձեզ համար շատ հարազատ ու կարևոր մարդկանց ու շնորհակալություն, որ այդ կարևոր գործը ստանձնել եք ձեզ վրա եւ ներկայացնում եք այդ հրաշալի երաժշտությունը։ Եվ ֆանտաստիկ երեկո է մաղթում հունիսի 24-ին։ Շատ շնորհակալություն Ժամը։ ենք, ձեզ սպասում ենք։ 19:30 19:30 կամերային երաժշտության տուն։ Հրաշալի։ Դե բաց չենք թողնում ու վայելում ենք, չգիտեմ, աստվածային երաժշտությունը։ Այո, իսկ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող Ժողովուրդ ջան, արդեն հասել ենք այն հետաքրքիր պահերին, որ պետք է մեր միջուկը ամբողջությամբ պատրաստենք։ Ինչ ենք արել մինչ այս պահը։ Հիշում եք, սոխը շատ մանր կտրատեցինք եւ սկսեցինք տապակել։ Այս ընթացքում ավելացրեցի նաեւ մանր կտրատված կանաչ պղպեղը եւ իհարկե լոլիկ։ Ահա ես լոլիկը դեռ շարունակում եմ կտրատել։ Կտրենք եւ ավելացնենք մեր այս հրաշալի բաղադրիչների վրա ու տապակենք։ Հնարավորինս բանջարեղենները սիրելիներս պետք է մանր կտրատենք, որպեսզի մեր նշփիկ սմբուկների մեջ այն տեղավորվի, միջուկը կարողանա գեղեցիկ տեղավորել։ Այսպես։ Մեր սմբուկը արդեն պատրաստ է, սիրելիներս, քիչ հետո ես ջեռոցից կհանեմ եւ դուք կտեսնեք, թե ինչ տեսք է ստացել այն եւ միասին կփորձենք միջուկը հեռացնել ու նախապատրաստել լցոնելու համար։ Ահա, լոլիկը ես տեղափոխեմ թավայի մեջ եւ արդեն անցնենք սմբուկներին։ Իմիջիալոց շատ հյութեղ լոլիկ է, այսպես փախչում է ձեռքիս տակից, այսպես։ Ավելացնում ենք, ահա։ Մի փոքր կրակը կբարձրացնեմ, որպեսզի արագ տապակվի մեր բանջարեղենը, խառնենք եւ այստեղ բնականաբար պետք է համեմունքներ ավելացնենք, բայց մինչ համեմունքները ավելացնելը, ահա ինչպես ասացի, սմբուկը ես կբերեմ, հիմա մեզ բռնի չէ պետք, ահա, այսպես, սմբուկները, ես տախտակը փոխեմ, որպեսզի սկսենք սմբուկով աշխատել։ Այսպես, սիրելիներս, ուրեմն գթալի օգնությամբ միջուկը հեռացնում ենք, այսպես, ահա տեսեք, որքան հեշտ է ստացվում, պարզապես այսպես փորելով հանում ենք միջուկը, ահա, խնդրեմ սիրելիներս, ստացանք այսպիսի տարբերակ, ահա դրեցի տախտակի վրա, իսկ այսպես ասած կաղապարը նորից դնում ենք թավայի մեջ, որ հետո լցոնենք այն, այսպես հերթով գնում ենք առաջ։ Եվ ասեմ, որ այս միջուկը մենք պետք է ավելացնենք մեր բանջարեղենների վրա։ Ադրինե, ողջույն Սունա ջան։ Ողջույն գեղեցկուի ջան։ Շատ ամառային էլի շատ օրվան համապատասխան, քանի որ չենք մոռանում, որ այսօր ուրբաթ է սիրելի հեռուստադիտողներ եւ աշխատանքային շաբաթվա առավոտը դիմավորում եւ այսպես աշխատանքային շաբաթվա առավոտները ամփոփում ենք միասին եւ պետք է պատրաստվենք հավուր պատշաճի հանգստյան օրերին, որպեսզի շատ էներգիա հավաքենք եւ նոր շաբաթը սկսենք առույգ, պրոդուկտիվ եւ շատ դրական։ Այո, շատ ճիշտ ես եւ ես էլ ասեմ, որ այս ուտեստը, այն ինչ որ որոշեցի այսօր առաջարկել հեռուստադիտողին, կարծում եմ հանգստյան օրերի համար շատ լավ տարբերակ է, քանի որ բոլորը տանը կլինեն, մայրիկները, հարսիկները, կանայք կարող են այս համեղությունը պատրաստել եւ հրամցնել իրենց սիրելիներին, այնպես որ կարծում եմ շատ լավ տարբերակ է այս երկու օրը համեղ սնվելու համար։
Էլի նաև տոնական ինչ-որ դետալային ինչ-որ տարբերակ է առաջարկում այսօր կարելի է նաև իհարկե ոչ որպես հիմնական ուտեստ երևի տոնական սեղանին, բայց այսպես կողքից որպես նախուտեստ, որպես գեղեցկություն անպայման եւ իմիջիալոց անկախ նրանից, որ հիմնական ճիշտ է, ստակուտեստ չի կարող լինել, բայց ասեմ, որ շատ հագեցնող է, քանի որ թե բանջարեղեններն են շատ վիտամիններով հարուստ եւ թե այստեղ պանիր ենք օգտագործելու, պանիրը արդեն իսկ հագեցնելու այդ հակումը ունի, այնպես որ խորհուրդ կտամ անպայման օրվա ընթացքում փորձել պատրաստել այն։ Հիմա առանձնացնելու ենք միջուկն ենք առանձնացնում, որը էլի կփորձեմ մանրել եւ ավելացնել մեր բանջարեղենի վրա, հետո ավելի ուշ միասին հեռուստատողի հետ միասին կհամեմենք ու կսկսենք լցոնել։ Դե քանի որ ամեն ինչ խանութում պատրաստ է, սիրելի հեռուստադիտողներ, մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը, հեռու չգնաք։ Բարի լույս ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին, որովհետեւ շատ կարեւոր է մեր օրերում լինել առողջ, հետեւել սեփական առողջությանը, մարզվել եւ լինել ֆորմայի մեջ, ինչպես ասում են, որովհետև ամառը եւ բոլորս էլ ցանկանում ենք թեթև ապրել։ Իսկ այս հարցում մեզ օգնում է մշտապես Hill սպորտային համալիրը, որտեղ գործում է 73-ից ավելի խմբային մարզում եւ այցելելով կարող եք հարմարավետը եւ օգտակարը համատեղել եւ հաճույք ստանալ եւ մարզվել ու լինել առողջ։ Հենց հիմա մեր եթերում առավոտը Hills-ու մեջն է։ Պիլատեսը շնչառության վերահսկման, բազմաֆունկցիոնալ վարժությունների համակարգ է, նախատեսված ամբողջ մարմնի մկանների մանրակրկիտ աշխատանքի համար։ Մարզելով ողնաշարի և որովայնի խորքային մկանները, նպաստում է գեղեցիկ կեցվածքի և ամուր ողնաշարի ձևավորմանը։ Այս մարզման մեթոդը բարելավում է առողջական վիճակը և կարգավորում է քունը։ Օգնում է ստեղծել գեղեցիկ մարմին առանց ավելորդ ծանրաբեռնվածության։ Այո, պետք է հետևել առողջությանը, մարզվել, միշտ լինել իհարկե առողջ տրամադրության մեջ ու ժպիտներով, իսկ հիմա էլ իհարկե լսենք այն կարևոր խորհուրդները, որոնք հատուկ պատրաստված են ձեզ համար։ Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան։ Ձեր հետ կրկին ես եմ, պայծառատես Անիկ Գրիգորյանը եւ իմ օգտակար խորհուրդները։ Այսօր խոսելու եմ մահացած մարդկանց մասին։ Շատ հաճախ ինձ ասում եք, թե Անի ջան, գիտեք, մահացած հարազատս, բարեկամս, ծնողս կամ ընդհուպ մինչև երեխաս երազից գալիս են, հետո վատ բան է մեր հետ լինում, կամ շատ հաճախ լսում եմ, որ այսպես տատիներ խորհուրդ են տալիս, ասում են, իրենք գալիս են իրենց բաժին հացը տանելու համար, պետք է վեր կենաս, այսպես թարս կողմով կանգնես, հաց շպրտես, որ իրենք էլ չկան։ Չէ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, չկա նման բան։ Եթե մենք տեսնում ենք մեր մահացած հարազատներին, ուրեմն իրենք ունեն մեր կարիքը, կամ իրենք եկել են մեզ զգուշացնեն,
որ մենք պաշտպանված լինենք յուրաքանչյուր վտանգից։ Կամ եթե շատ հաճախ տեսնում ենք ու անընդհատ ընկնում ենք մենք փորձանքների մեջ, շատ հաճախ լսում եմ, որ ասում են, գիտեք, պապիկիս երբ որ երազից տեսնում եմ, այնքան անհաջող եմ լինում, այնքան վատ բան է լինում, չկա նման բան։ Ուղղակի պապիկը գալիս է, որպեսզի քեզ զգուշացնի, որ տվյալ վայրում, տվյալ օրը քեզ հետ ինչ որ վատ բան է պատահելու եւ դու պետք է անպայման զգուշ լինես։ Իսկ եթե մեր մերձավորները, մեր սիրելիները, մեր հարազատները մահացած մեզ գալիս են երազին ու անընդհատ անհանգիստ վիճակ է մեր մոտ, մենք պետք է պարտադիր մեր ձեռքով կլինի թե խանութից գնված որևէ քաղցրավենիք, տորթի տեսքով առնենք, տանենք, թողենք իրենց գերեզմանակարին, բայց այստեղ կա մի բայց, որ չի կարելի, այն ինչ մենք հայերը սովորություն ունենք, տանում ենք գերեզման, մահացածի բաժինը, սկսում ենք այնտեղ բացել, ուտել, կենացներ առաջարկել, չի կարելի, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Դա արդեն նշանակում է, որ դու քո կապը պաշտպանում ես այն աշխարհի հետ եւ չղայնացնում ես մահացած հոգիներին։ Ինչ տանում եք գերեզմանում, թողեք այնտեղ։ Երբեք մի բացեք կամ կեսը մի կերեք, կեսը հետները տուն մի բերեք, չի կարելի գերեզմանից որևիցե իր տուն բերել։ Կամ շատ հաճախ լսում եմ, որ ասում են, գիտես Անի ջան, տան որևիցե անդամ մահացել էր, այդ 40-ի նկարը, որ տանում բերում էինք գերեզմանում, փակցրել ենք պատին։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, դա նույնպես չի կարելի։ Բացասական աուրա ունի, այդ նկարը պետք է պարտադիր, երբ որ մահացածի 40-ը լրանում է, դնել մահացածի գերեզմանի քարին, ոտերի տակ, թաղել իր հետ, չի կարելի, իսկ բնականաբար մեր մահացած հարազատների նկարները մենք կարող ենք, որքան ուզում ենք, ինչքան ուզում ենք, ինչ տեսքի ու ձևի ուզում ենք, կարող ենք թե մեր պատերին փակցնել, թե մեր պահարանին դնել։ Այդ ուզում եմ ասել, որ այնպես չի, որ եթե 40-ի նկարը թաղում ենք, մեր հարազատներին չենք սիրում։ Բնականաբար սիրում ենք, բայց այդ կարգ է, որ պարտադիր յուրաքանչյուրս պետք է անենք։ Կամ շատ հաճախ լսում եմ, որ ասում են, գիտես ինչ, գերեզմանում ծաղիկ տարանք, այստեղ հայրս էր, մի երկու քայլեն կողմ հոր եղբայրս, ծաղիկը վերցրեցինք, տարանք այնտեղ, չի կարելի։ Գերեզմանից գերեզման ոչ կարելի է ծաղիկ տանել, ոչ կարելի է խունկ տանել, յուրաքանչյուրի համար պետք է առնես ու յուրաքանչյուրի համար օր պետք է սահմանես, որպեսզի գնաս։ Այդպես ամբողջը խառնելով դու քեզ քո ընտանիքին գցում ես շատ վատ բացասական աուրայի մեջ, ընդհուպ կարող է այս ամենը բերել մահվան։ Կամ շատ հաճախ լսում եմ, որ ասում են մարդիկ վախեցել էին, մեռելի ոսկոր կերցրեցինք, որպեսզի անցնի։ Ժողովուրդ ջան, դա արդեն ինֆեկցիայի բուն է, չի կարելի։ Ես նորից ու նորից կրկնում եմ, ցանկացած վախ, ցանկացած վատ բան կարող ենք հաղթահարել ջրի վրա աղոթելով մեր տերունական հայրերը։ Իսկ ես պայծառատես Անի Գրիգորյանս պատրաստ եմ յուրաքանչյուրիդ լսել եւ օգնել։ Պարզապես կարող եք զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող եք զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարին։ Մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ եւ ամենակարևորը թող բոլորիս հետ լինի եւ հույս, եւ հավատ, եւ սեր։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա եկավ այն պահը, որ պետք է լցոնենք մեր սմբուկները։ Ինչ ենք արել մինչ այս պահը։ Ուրեմն սոխը, կանաչ պղպեղը, լոլիկը լավ տապակեցինք, այնտեղ ավելացրեցինք մեր ջեռոցում տապակված սմբուկի միջուկը, ավելացրեցի մի պճեղ սխտոր եւ հիմա ժամանակն է համեմել այս բոլորը, իսկ համեմունքներից մեզ պետք է բնականաբար աղ ենք ավելացնում, անկախ նրանից, որ սմբուկները տապակելուց առաջ մենք այստեղ աղ եւ պղպեղ ավելացրեցինք, կավելացնեմ մի փոքր խմելի սունելի, կավելացնենք սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, ցանկության դեպքում դուք կարող եք մի փոքր կծու չիլի ավելացնել այստեղ, որպեսզի շատ հետաքրքիր համ ստանա, շատ քիչ քրքում կավելացնեմ եւ մի փոքր չամանի փոշի։ Սիրելիներս, համեմունքները ամբողջությամբ ըստ ցանկության, ըստ ճաշակի, ես անում եմ իմ առաջարկը, իսկ դուք արդեն քաղում եք ձեզ անհրաժեշտը։
Այսպես լավ խառնեցինք։ Մի փոքր այսպես խառնելով թող եփվի, որպեսզի համեմունքները միախառնվեն։ Ու սկսենք լցոնել մեր սմբուկները։ Ահա, կարծում եմ շատ լավ է։ Այսպես, սա թողնենք մի կողմի վրա ու անցնենք առաջ։ Սիրելիներս, ահա, ունենք այսպես կաղապարներ սմբուկի կեղևից և հիմա պետք է այն լցոնենք։ Յուրաքանչյուր սմբուկի կեղևի մեջ լցնում ենք, տարածում ենք ամբողջությամբ միջուկը և վրան պետք է ավելացնենք պանիր։ Փորձենք ամբողջությամբ լցնել սմբուկները, վերջում ավելացնենք պանիրը։ Իմիջիայլոց ասեմ, որ տեսքն էլ շատ գեղեցիկ է լինելու, սիրելիներս։ Եվ իսկապես, ինչպես Սոնան ճիշտ ասաց, տոնական սեղանի համար շատ գեղեցիկ կդիտվի։ Այսպես։ Ադրինե, Ողջույն, Սուրեն շատ ջան, գեղեցիկ ու ողջույն։ համեղ բան ես պատրաստել։ Այո, Ու ես այո։ արդեն չեմ համբերում, երբ ենք այն ճաշակելու։ Բան չմնաց։ Արի ընտրենք կոմպոտ, որը ավելի այսպես հատուկ կլինի։ Ես առաջարկում եմ Խնդրեմ։ վերցնենք սերկեֆիլը։ Արի։ Իջևանի, որը հաստատ լավ համադրություն կլինի այն ամեն ինչ, որ դու պատրաստում ես։ Եվ ընդհանրապես կոմպոտների տեսականին շատ մեծ է։ Իջևանի գինուգործանի կողմից եւ ոչ միայն կոմպոտները, նաեւ իհարկե պահածոները, գինիները, այս ամենը կարող է օրվա ընթացքում լրացնել ձեր խոհանոցը եւ բնականաբար ձեր ուտեստներին, որը կպատրաստեք, հաճելի հավելում կլինի եւ շատ համեղ հավելում։ Եվ կտա տնական է այդ պատրաստած համն ու հոտը։ Դե օրվա ընթացքում էլ սպիտակուցների պաշար օրգանիզմում ավելացնելու համար մեզ պետք է կատնամթերք, որը պատրաստված է անարատ կաթից։ Սա էլոլան է միանշանակ, որտեղ ներկայացված է պանիրների լայն տեսականին եւ իհարկե կատնամթերքը հիանալի համադրություն է օրվա սկիզբը եւ օրվա ընթացքը համեղ կազմակերպելու համար։ Այս կատնամթերքը հարցրեք ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, Լոս Անջելեսում հատկապես նույնպես կարող եք վայելել հայկական խանութներից, այնպես որ շտապ եք ձեռք բերել ու վայելել Սյունյաց լեռների համն ու հոտը։ Այո, երևի թե մեծ բախտավորություն է տեղական արտադրանքից օգտվելը, որովհետև մեր մթերքները, մեր սնունդը շատ համեղ է, շատ օրգանիկ է, այնպես որ սիրելիներս ես հորդորում եմ, որ դուք գնեք այս համեղ ապրանքանիշի բոլոր առաջարկները եւ վայելեք։ Ահա, ես էլ ավարտեցի իմ գործը, ահա տեսեք, փորձեցի ամբողջությամբ լցոնել բոլոր մեր սմբուկները, կեղևները լցոնված են, մի փոքր այսպես փորձենք գդալի օգնությամբ հարթեցնել, որպեսզի վրան տեղադրենք արդեն պանիրը, այո, հրաշք ուտեստ է սա ստացվում, իմիջիայլոց հեռուստադիտողին նախապատրաստեմ, որ մեկ անգամ եւս այսպիսի տարբերակ մենք անպայման կպատրաստենք, բայց արդեն աղացած մսով։ Շատ էլի, այո, շատ համեղ է, շատ հոյակապ ուտեստ է եւ ես անպայման խոսք եմ տալիս, որ այստեղ միասին դա էլ կպատրաստենք, քանի որ ամառ է, պետք է նմանատիպ բաղադրատոմսերից շատ օգտվել։ Ահա, ամբողջությամբ փորձենք բոլոր սմբուկների վրա լցնել պանիր ու տեղափոխել ջեռոց։ Քանի որ ամբողջությամբ եփված է այս բոլոր բաղադրիչները, մեզ քիչ ժամանակ է պետք ջեռոցում պահել ուտեստը, ընդհանրապես պանիրը հալչելու համար։ Ես պանիրը օգտագործել եմ էլի սուլուգունի տարբերակը, դուք ընտրեք ձեր ցանկացածը, ամենակարևորը լինի հալչող, բայց ամենակարևորը լինի էլոլա ապրանքանիշի պանիրը։ Այ այսպես, ես իմ գործը համարյա ավարտին եմ հասցնում եւ իհարկե հեռուստադիտողին էլ հորդորում եմ, որ անպայման այս մոտակա հանգստյան օրերին պատրաստի։ Սա հիմա այս ամենը արդեն լցվում է եւ գնում է դեպի ջեռոց։ Այո, ջեռոց, ահա։ Եվ քիչ հետո արդեն մենք կհասկանանք
ինչ տեսք կունենա, համի մասին էլ հետո առանձին ձեզ կպատմենք, որովհետև ճաշակել ենք անպայման։ Մենք եւս մեկ անգամ կրկնեմ ինչ ենք պատրաստել, այսօր ունենք լցոնված սմբուկ, ուրեմն բանջարեղեններով, այստեղ օգտագործել եմ թարմ լոլիկ, կանաչ պղպեղ, սոխ, սխտոր եւ իհարկե հենց սմբուկի միջուկը։ Այսքանը, ընդհանրապես շատ էլի կարծում եմ հեշտ տարբերակ է, պատրաստման հեշտ եղանակ է, պարզապես պետք է տրամադրվել։ Միայն պետք է տրամադրվել եւ իհարկե կստանաս ամենահամեղ ուտեստը ցանկացած պարագայում։ Հիմա սա արդեն ուղարկում ենք ջեռոց։ Այո, վերջ, ուղարկում ենք ջեռոց, համբերատար սպասում ենք ու վերջում վայելում։ Դե հիմա այս ամենը կգնա ջեռոց, քիչ հետո իհարկե մի քանի րոպեից արդեն պատրաստ կլինի, իսկ մեզ մոտ կլինի կարճատև դարձար, այնուհետև տարավարում կողջունենք մեր շատ տաղանդավոր եւ ուրախ հյուրերին, ասեմ, որ բավական հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ այսօրվա մեր առավոտը շատ երաժշտական է, ունենք երգի եւ տեսահոլովակի պրեմիերա։ Մեզ մոտ են Հայ ստուդիոն։ Հիմա բացենք փակագծերը Հայ Կապրիկոտա, Արնի Ռոք, Սոնա Սիլվեր։ Բարի լույս։ Ամեն դեպքում անուններն ասենք։ Ավելի է երկանում, մի հատ ավելի Հայ ստուդիո ավելի։ Մի հատ ավելացավ Հայ ստուդիո։ Դուք դեմ եք մի խոսքով այս որոշմանը։ Մենք կողմ ենք։ Ինչու եք դեմ, լսում եմ ձեզ։ Մենք դեմ չենք, կողմ ենք։ Դե խոսում եմ։ Չէ, դեմ եք։ Հա, դեմ եք։ Չէ, դեմ չեք, ուղղակի հետաքրքիր է ոնց առաջացավ միտքը Հայ ստուդիո դառնալու։ Քանի որ մեր անունները երբ որ ասենք հնչեցնում են բեմից կամ որտեղից Հայ Կապրիկոտա, Արնի Ռոք, Սոնա Սիլվեր, մարդիկ շատերը ովքեր որ չգիտեն չեն կարող արտաբերել այդ անունները եւ մի պայծառ օր մենք որոշեցինք որ մենք պետք է խումբ լինենք եւ մեկ ամեն Սոնացը համաձայն չի, հա։ Միշտ համաձայն։ Ամեն քո ասածին թարսը։ ինքը միշտ թարսն է։ Ինքը ինքնա նայելով է խոսում, չեմ հասկանում ինձ ինչի է պատմում։ Որովհետեւ ինչ որ բան ես անդադ ուզում ասես։ Դե սպասում եմ երբ ես վերջացնեմ։ Վերջացրեցի։ Մի հատ մեկնաբանություն կարդացինք վերջերս, շատ համաձայն եմ որի հետ։ Տենց Ինչ էր գրված այդ մեկնաբանությունը։ գրված էր, այսինչ վայրի ցեղերի անուններ են, ցենց որ տարբեր հայկական ազգանում չկա։ Հենց տենց, որովհետև հայկական ազգանում ոչ մեկից ոչ չկա։ Հայ Կապրիկոտա, Արնի Ռոք, Սոնա Սիլվեր։ Ես օրինակ շատ երիտասարդ տարիքում եմ այս անունը ձեռք բերել Սոնա Սիլվեր, որի հետ մինչև օրս չեմ համակերպում։ Իսկ ես Հայ ստուդիոն գոնե ցենց հայկական է։ Հայկական հայեցի։ Կարանե Սոնա Գոլդ։ Լավ կլիներ Մովսեսյանը զուտ լիներ։ Նա լուրջ եկեք ձեր ազգանունները իմանանք։ Սոնա Մովսեսյան, Ախպերջանյան։ Ախպերջան։ Ծախ խմբյանը կարել ներ Ախպերջանյան։ Վայ ազգանուն, իմը Հարությունյան։ Նորմալ ազգանուն։ Իսկումներ աննորմալ է։ Ախպերջանյանն Աննորմալ է։ Ախպերջանյաններ ջան։ Նայեք, ATV-ն ուներ ծրագիր, ցավոք սրտի այսօր չկա, բայց հենց բացվի դες անպայման ուղարկենք մի հատ դարձը բարձր։ Դուք ունեք Ախպերջան, հաղորդավարուհի ունեք։ Նիկ, հա, ATV-ում կար, այո։ Նոնա Ախպերջանն է։ Նոնա Ախպերջանն է։ Իսկ դու այդ ես ասում, դրա համար նենցա որ Ախպերջանն է։ Իսկ դուք բարեկամ եք։ Իհարկե, Ախպերջանները ում բարեկամ է։ Շատ լավ, նոր երգ, նոր տեսահոլովակ եկեք, ես մասին խոսենք։ Այո, մենք ունենք նոր երգ, նոր տեսահոլովակ, վերջապես շատ երկար դադարից հետո։ Չգիտենք, հուսով ենք ձեզ դուր կգա եւ մնացածին էլ։ Այստեղ բացի վոկալիզից կա նաեւ մի փոքրիկ տենց խոսքերով հատված։ Հայկի մասն է։ Չէ։ Քանչին է ռեպանը։ Ռեպային չէ, երկային։ Երկային, հա։ Տես չխրովես երկից ենք վերցրել այդ ոգեշնչվել։ Ու ցանկալի կլինի մի քիչ էլ դուք պատմեք երկի մասին։ Նոր անվամբ առաջին երկն է փաստորեն։ Տես չխրովեսով սկսում է Հայ ստուդիոն։ Յոլագնում։ Ասեմ, տես չխրովես երկը, տես չխրովես, լավ կլինեմ ես այդ երկը։ Մտածեցինք, որ այդ բառերը շատ-շատերին հայտնի է եւ մեր ոճով, մեր նոր ոճով եւ նաեւ Սոնան վոկալիզներ են տեղ արել, ոնց որ նախորդ երկերում տարան-տարանում զուրնեն փչեում եւ այսպես միքս ենք արել խոսքերով
Եվ վոկալիզներով միքս Կներես որ թակում բան ես ուզում ասած, միկրոֆոն ունենք մենք, թե հերոստատիտողը լսում է ամեն դեպքում, աստված։ Դե չկարողացա ասեմ, բայց հետո ասեցի։ Ես ավելի շատ առաջարկում եմ, կարող ենք հիմա դիտել, ես ձեր խոսքերն եմ ասում, դիտել, քանի որ այստեղ արժանանում խառը սիրելի հերոստատիտողներ, հիմա կդիտենք պրեմիերա, տես չխռովես, հայ ստուդիո։ Այնո կվերադառնանք տաղավար այնուհետև Եվ շարունակենք զրույցը։ Ո՞նց ասել։ Ամառային ռիթմեր, տես չխռովես, հայ ստուդիո, շնորհավորում ենք նոր երգի արձանագրություն։ Հավանեցիք։ Շատ։ Հավանեցիք ուզենք պատմել։ Այո, մի քիչ պատմեք։ Ինչ հասկացաք այս երգից, այո։ Դե զուգահեռ քան որ Հայկը մեկնաբանում էր, արդյոք ուզում ես պատմենք, նույնիսկ Հայկը մեզ պատմում է։ Այո, ես կուզենամ լսեմ։ Սոնա ջան, ուղղակի ձեր հարցը տվեք, կարող եք իգնորել։ Տեսավակը տեղափոխում ենք նույն բովանդակությամբ այստեղ։ Եկեք հասկանանք ինչ առաջկամ երգեր ունեք, բացի այս աշխատանքից, որը արվել է, որովհետև գիտեմ ինչքան աշխատասեր եք, գիտեմ ինչքան երգեր եք առանձնացնում, ինչքան դեռ սպասվելիք ունենք այս ամռանը։ Հենց նոր դա ենք քննարկում, որ մեկ երգ ունենք դանդաղ երգ է, այսպես հայկական դանդաղ երգ, տանգոյի։ Որի ես դեմ եմ։ Այո, որոնց անեն չի ուզում երգել։ Մենք այդքան էլ չի ուզում, ասում եկեք արագները անենք, ժողովուրդը սիրում է այդ ուրախ երգերը, բայց մենք էլ մտածում ենք որ նա էլ է պետք։ Ուրախանան մարդիկ, հա։ Ինչքան կարա ստաբուդաբուդեյան է, Սոնջա։ Թող ուրախանան, ստաբուդաբուդեի, այսքան տարի ու կեսա արդեն մարդիկ բարում ուրախան, վատ, հա։ Դե Այդտեղ քանի միլիոնի է հասել այդ տեսալը։ 26 միլիոն։ Ահա։ 27։ Տեսնում եք։ Այո։
Օրեցօր օրական 100-200 000 դիտորդ կա YouTube-ում, եթե YouTube-ի մասին խոսենք եւ ամբողջ քաղաքում էլ շատ-շատերն են լսում։ Ամենտեղ այդ երգը հնչում է։ Տարան-տարանի մասին է խոսքը, սիրելի հերոստատիկ։ Այո, ոչ մի հարսանիք առանց այդ հենց ձեր տարբերակի չի լինում, այնպես որ։ Բայց նոր երգը դեռ չենք որոշել, այսինքն որ ոճով շարունակենք։ Իդեպ չորեքշաբթի օրվանից մենք պիտի արդեն հավաքվեինք։ Դրա մասին մենք ես առաջ տեսել նոր եմ տեսել եմ լսում, որ պետք է հավաքվենք։ Սկսենք մտածել մեր հաջորդ երգի մասին, բայց ինչև է Հայկ եւ Արնի ռոք։ Ինձ դրա գայս որ մեր եթերները օգնում են ձեզ։ Չաթում չպատասխանված նամակներին պատասխանել հիմա եթերը։ Իրար։ Նամակը չի եղել չաթում չորեքշաբթի հավաքին գետնագին։ Մենք խոսել ենք այդ մասին ամեն դեպքում։ Խոսել ենք, բայց չհստակեցրեցինք, էլի։ Օրինակ դուք ինչ կպատկերացնեք, սիրային ինչ որ դանդաղ մելանխոլիկ։ Օրինակ ճիշտ է հարցը տալի։ Օրինակ մեզ տեսնելով մի քանի մեր երգերը մոտավորապես մի 7-8 երգ են կարել հայկական թե ժողովրդական թե նման ոճի երգեր։ Օրինակ ինչ կարելի էր հետագայում անել, իմանալով մեր պոտենցիալը, իմանալով ինչ կա, ինչ ոճով կարելի անել։ Ես կարծում եմ, որ անկեղծ եւ մի քիչ էլ վերլուծելով մեր հյուրերի աշխատանքները, վերջերս ունեինք պրեմիերա եւ ունեինք երգ, որը շատ էր տարածվել, չեմ հասկանում։ Շատ դեպքերում մարդիկ չեն էլ պատկերացնում ինչը կարող է շատ լավ աշխատել, ինչը ոչ։ Դրա համար կարծում եմ բոլոր ոճերում կարող եք փորձել։ Այո, տանգոյի։ Տեսա՞ր։ Դանդաղ արտասամ։ Աստեղից ինքը հասկացա ես ինչ է, հասկացա։ Ոչ, բայց ամենայն հավանականությամբ մենք կանենք մի հատ էլ ուրախ երգ հետո։ Էլի ուզում ես բան, ինչ ես երգել։ Պետք է փորձել, ճիշտ եք ասում, շատ հաճախ փորձարկումների ընթացքում մենք երբեք չենք մտածի, որ օրինակ տարան-տարանը այդպես հայտնի կդառնա, բայց փորձեցինք եւ անսպասել այդպես խիհիտ դարձավ։ Նույն ձև երևի պետք է փորձել ուրիշ ոճերում։ Ետ գնալով քամի փչի ժամանակ կպատկերացնեք, որ այդ երգը ինչը որս կապրի, այդ ժամանակ տենց բում կանի։ Միշտ այդպես է լինում, միշտ այդ հիթային երգերը ասես պատահական են ծնվում ընթացի, ասես անկեղծ աշխատանքի ընթացքում։ Երբ որ դու ասես հատուկ նստում ես, որոշում ես ինչ գրես, որ հիթ դառնա, չէ՞, ինչ գրես, որը ասես կաշխատի, դա այդքան էլ միշտ չի բանալվում, բայց չէ։ Ոնց չէ, եթե տարան-տարան այդպես է, տարան-տարան այդպես է։ Ասում եմ որ դեմ եմ, շատ էլ դեմ եմ։ Ինչ ես ուզում, Սոնյա։ Դե ամեն դեպքում մի ժամանակ է, դրա համար ասա։ Մի ժամ չէ, 3 ժամ, բայց ես անքնությամբ եմ այո տառապում, շուտով կանցնի, ասում են մագնի պետք է խմել։ Անքնությամբ, այլև վատ տրամադրությամբ այսօրվանից։ Չէ, նայեք, մենք աշխատել ենք շատ երկար մեր այս պրոյեկտի վրա ու այդ աշխատանքի արդյունքն է եղել։ Մենք ամեն ինչի հենց թեկուզ տարան-տարան հենց այնպես չի որ մենք ասենց այդ երկը սենց ուղղակի նստեցինք առանց մտածելու չհասկացար միտքը լսում էիր մեր խոսակցությունը Գիտես սենց մեկ ու մեկ լսում էի չէ Խոսքը նրա մասին էր որ հիմնականում այդ հիթային երգերը երբ որ հատուկ չես աշխատանք կամ չես մտածում որ դա կդառնա հիթ հատուկ չես մտածում բայց աշխատում ես չէ հա աշխատու դե բնական է բան ասեմ տեսահոլովակում այնպես էր բեմադրված որ դուք հոկեբանի մոտ եք գնում այո ցույց պետք է մի հատ գնաք ամեն դեպքում խմբակային չէ Համեզա չի օգնի։ Լավ, վերջ անգամ երբ մենք հանդիպեցինք, դա նոր տարին էր եւ իհարկե պատրաստում եք միմյանց նվերներ տալ անակնկալ։ Հիշում եմ աղջկա շոուն եք տվել դժգոհեր։ Ու այս տարի ակնկալում էր լավ բաներ։ Ինչ ստացար այս տարի։ Տղերքը ինչ նվիրեցին քեզ։ Չէ, նոր տարին էր։ Այս տարվա նոր տարին էր։ Այս տարի։ Շամպունը։ Սուրեն։ Դրա համար մարտի 8-ին գալենք։ Մարտի 8-ին ինձ ինչ եք նվիրել։ Սեր։ Տեսակ, տեսնում եք որտեղ եմ։ Ինքը ինչ ա մեզ նվիրել, բան մյուս օրերը ինչ ես նվիրել։ Ինչ օրեր։ Մյուս օրերը ինչի՞ դες իրաց նվիրել։ Հունվարի 28-ը, փետրվարի 23-ը։ Այս բաներ կա։ Այո։ Այդ ինչա մարտի 8-ը, հələ դու նվիր հետո նորա ուզի նվեր մեզանից։ Լավ, մինչև դուք կորոշեք թե ինչ եք նվիրել։ Նոր տարուն չինական smartwatch ա նվիրում, գիտե էտա։ Վատ նվեր էի Հայկո քեզ նվիրել վերջերս։ Շատ լավն էր վերջերս նվիրել։ Վերջերս նոր տարվա մասնակցել։ Եկեք ես ձեզ նվիրեմ սպիտակ չոր գինի, Իջևանի գինու գործարանի կողմից Սարգոնը։
Եվ մտածեք հաջորդ աշխատանքներին եւ ես ուզում եմ էլի ձեզ նվիրել արև բացիկները, ինչպես անցած անգամ նվիրել։ Տոնածառ երգով, չէ։ Հիմա ուզում եմ նվիրել ձեզ քեզ Սոնա ջան, նվիրում եմ Հայկոյի խոսքերով, հետ նայելու տես որ քեզ սիրում եմ։ Շնորհակալություն։ Եթե չեմ սխալվում, անցած անգամ նվիրել էի շպրոտը քեզ։ Չէ։ Ուրեմն այս անգամ նվիրեմ։ Okay։ Որովհետեւ դու միշտ էքստրավագանտ ես ներկայանում բոլոր իվենտներին, սա կարծում եմ տիպիկ քեզ համար է։ Ես եմ կոմերը արի ինձ քեզ։ Վայ, այո։ Չէ, այդ միացնում ես այդ երգն, հա, հայտնում։ Չէ, նվիրում ես սիրելի մարդկանց կամ բազում։ Եվ հաջորդը ուր որ գնաս հետդ կգամ, հենց որ կանչես մոտդ կգամ։ Շատ հեշտ։ Դառնանք այս երգերը։ Այո, փոքրիկ ուշում ինչ է։ Լավն է դիզայնը, շատ գեղեցիկ է։ Սա նախատեսված է սիրելի մարդկանց նվիրելու համար կամ պարզապես էգոիստաբար պահելու ինքդ քեզ։ Ես բոլորը Մարտի 8-ին է վերան։ Շնորհակալություն։ Մարտի 8-ին է վերան։ Դες լավ եղավ։ Ահա, դե միտքը կա նոր գործերը սպասենք անհամբեր, որովհետև ձեր արած բոլոր գործերը միշտ էլ շատ լավն են։ Շնորհակալ ենք շատ։ Մենք ձեզ շատ ենք։ Մենք էլ ձեզ։ Դե ինչ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա եկավ պահը մատուցելու այն համեղ լցոնված սմբուկները, որը այսօր առաջարկեցի ձեզ։ Ահա տեսեք, ջեռոցից հանել եմ, ամբողջությամբ պատրաստ է, մի քանի մատուցող ափսեներ եմ պատրաստել, որպիսի տարբերակներն էլ հասկանանք, որը որքան գեղեցիկ կստացվի։ Ահա տեղադրում ենք մեկը այս տախտակի վրա կողքին մատուցելով որևիցե սոուս, մենք այստեղ ունենք տոմատով պատրաստված ինչ-որ որսորդական շատ համեղ սոուս, որը առաջարկում է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, ահա տարբերակը կարող եք այստեղ տեսնել եւ իհարկե մյուս ձևը փորձենք մատուցել, սա էլ այս ափսեի մեջ թթուների տեսականիով եկեք մատուցենք։ Ահա այստեղ էլի ունենք մեր գործընկերոջ առաջարկից համեղ թթվի տեսականի, իսկ այս մեծ ափսեի մեջ արդեն մի քանի կտոր շարենք, որպիսի բոլորը ճաշակեն։ Դնենք այս ուղություններով, պոչիկները հակառակ ձևերով դնելով, ստանանք ինչ-որ հետաքրքիր մի մատուցման ձև։ Ահա այսպես, վրան կարող ենք ցանել սամիտ, որպիսի գույն եւ եւս մեկ թարմություն հաղորդենք մեր այսօրվա ուտեստին, այսպես, այս երկու տարբերակի վրա էլ ավելացնեմ, ահա այսպես սիրելիներս եւ ասեմ ձեզ բարի ախորժակ, սիրելիներս ձեզ լավ նայեք, լավ սնվեք, լավ տրամադրություն միշտ ունեցեք, որպիսի յուրաքանչյուր առավոտ միանաք մեզ առաջին ծրագրին եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։ Հիանալի է այն բույրը, որ այստեղ տարածված է, անմահական է, քիչ հետո արդեն բոլորս կճաշակենք եւ ինչպես արդեն Ադրինեն ասեց, կհամեմենք այդ թթուներով, հրաշալի տեսականիով, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, պահածոների լայն տեսականի եւ իհարկե ռոզե փրփրուն բրիզը, որը այս երեկոյի համար կարծում եմ ճիշտ համադրություն կլինի։ Եվ կառուցնացնենք Էլոլա ապրանքանիշի պանիրների լայն տեսականից մեր ամենասիրելի համը, իսկ առավոտները սիրելի հեռուստադիտողներ շատ օգտակար է կատնամթերք օգտագործելով սկսել։ Անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է հենց Էլոլա ընկերությունը։ Հայկոյի, Սիրուշոյի, Սոֆի Մխեյանի, իհարկե Թաթա Սիմոնյանի շպրոտի երգի բառերն են արև բացիկների վրա։ Այս բառերը միմյանց փոխանցում են էմոցիաներ ու տրամադրություն։ Այս էմոցիաները գտեք իհարկե Տերյան մշակութային կենտրոնում, Կայզեր սուպերմարկետում եւ քաղաքի քաղցր ու ծաղկաշատ վայրերում։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ մի մոռացեք լինել արագեղեցիկը, քանի որ այն ձեզ առաջարկում է Master Right Barber Shop-ը, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Եվ ոճային տարբերվող ու շատ գեղեցիկ կլինեք, իհարկե Դաֆնի լուքերի հետ միասին, Դաֆնի խանութսրահն ունի 2 հասցե, Թումանյան 5 եւ Պուշկին 33, 2 հասցեներում էլ ներկայացված է ամբողջ նոր տեսականին։
Մենք ունենք նույն տրամադրությունը յուրաքանչյուր առավոտ, իսկ այդ նույն տրամադրության անունն է իհարկե արև ու ժպիտներ։ Այս առավոտ էլ փորձեցինք ձեզ տալ այդ տրամադրությունը, համոզված ենք, որ ստացվեց։ Միասին եզրափակեցինք աշխատանքային շաբաթը։ Կհանդիպենք արդեն 2 շաբթի առավոտյան եւ աշխատանքային շաբաթը կսկսենք միասին բարձր տրամադրությամբ եւ շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ այսօր կրկին առավոտը մեզ հետ սկսելու համար։ Վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։